Գիտեք, միլիցիայում 20 տարվա աշխատանքիս ընթացքում ես շատ բան եմ տեսել. դիակներ, մասնատված մարմիններ, այրված դիակներ, բայց այն, ինչ ես տեսա այն գիշեր, թիվ 47 բնակարանում, ստիպեց ինձ կասկածել այն ամենին, ինչ ինձ սովորեցրել էին։ 25 տարեկան մի աղջիկ հանգիստ ծխում էր, նստած աթոռակի, իսկ նրա շուրջը հատակին պառկած էին 3 տղամարդիկ, կապկպված մալուխներով և կպչուն ժապավենով, սկոթչով։ Նրանց դեմքերն անճանաչելիության աստիճանի ծեծված էին, պատերին արյուն կար, իսկ նա ժպտաց ինձ ու հարցրեց, թե կուզեք։ Ես այն ժամանակ չգիտեի, որ ծաղկավոր խալաթով այս փխրուն աղջիկն արել էր մի բան, որին չէր համարձակվի անգամ փորձառու հանցագործը։ Եվ ամենասարսափելին այն էր, որ նա սպասում էր չորրորդին։ Հեռախոսը զանգեց գիշերվա ժամը 3:00-ին։ Ես դա հստակ հիշում եմ, որովհետև նախքան լսափողը վերցնելը նայեցի ժամացույցին, կինս շրջվեց մյուս կողքի վրա և դժգոհ ինչ-որ բան մրմնջաց։ Միլիցիայում ես աշխատում, սովորիր գիշերային զանգերին։ Հերթապահը կարճ կապեց, շինարարների փողոց, շենք 12, բնակարան 47, հարևանուհին է կանչել։ Գոռգոռում են, աղմկում, գուցե սպանություն է։ Ես հագնվեցի 3 րոպեում, 87 թվականի մարտն էր։ Երևանում ձյունն արդեն գրեթե հալվել էր, բայց գիշերները դեռ սառցակալում էր։ Ծառայողական Վոլգան խոկաց միայն 3-րդ փորձից։ Շարժիչը փռշտաց ու աշխատեց։ Փողոցները դատարկ էին, լապտերները դեղնավուն լույս էին գցում թաց ասֆալտին։ Շում եմ ու մտածում, էլի հարբածներ են, էլի ընտանեկան վեճ։ Մինչև կոկորդս կուշտ էի, բայց հերթապահի ձայնի մեջ ինչ-որ բան ինձ անհանգստացրեց։ Նա խոսում էր սովորականից ավելի կամաց, կարծես վախենում էր, որ իրեն կլսեն։ Կամ գուցե ես պարզապես հոգնած էի, արդեն 2 շաբաթ նորմալ չէի քնել։ Մեր շրջանի տեղամասային տեսուչին հանգիստ չկա։ Մեր ծեծկրտուկ է հանրակացարանում, մեր տկողություն գործարանում, մեր թեր ինքնաեր օղի քաշողներին պետք է բռնել։ Շինարարների փողոցի 12 շենքը սովորական հնգահարկ էր, պանելային Խրուշչովը կա, քաղաքում այդպիսիք հարյուրավոր են։ Մուտքի մոտ դատարկ շշեր էին ընկած։ Մեզի և կատվի կեղտի հոտ էր գալիս։ Բարձրանում եմ 4-րդ հարկ։ Լսում եմ, թե ինչպես է դռներից մեկի հետևում ինչ-որ մեկը կամացուկ լաց լինում։ Պարզվեց հարևանուհին արդեն սպասում է ինձ աստիճանը հարթակին։ Տիկին Մարիամը 70 տարեկան կին էր, խամրած բայկայի խալաթով և բիգուդիներով, ձեռքերը դողում էին, դեմքը վախից մոխրագույն էր դարձել, խոսում էր շշուկով։ Ընկեր միլիցիոներ, ես չգիտեմ, թե այնտեղ ինչ է կատարվում, բայց ինչ-որ սարսափելի բան է։ 2 ժամ առաջ սկսվեցին գոռգոռոցներ, տղամարդկանց ձայներ, մի քանի հոգի են, հետո աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Կարծես կահույք էին ջարդում, հետո լռություն տիրեց, իսկ մոտ 20 րոպե առաջ նորից սկսեցին գոռալ։ Բայց ինչ-որ այլ կերպ, ոչ թե զայրույթից, այլ ցավից, սարսափից։ Ես մոտենում եմ 47-րդ բնակարանի դռանը։ Դուռը սովորական էր, փայտե, շագանակագույն ներկը թափված էր։ Ականջս դնում եմ դռանը, բացարձակ լռություն է։ Բախում եմ դուռը։ Քաղաքացիներ, բացեք։ Միլիցիայից ենք, ոչ մի պատասխան։ Ավելի ուժեղ եմ խփում։ Տիկին Մարիամն իմ թիկունքում հեկեկում է։ Այնտեղ աղջիկ է ապրում։ Լենան այնքան խաղաղ, համեստ աղջիկ է։ Կես տարի առաջ մի տղայի հետ սկսեց ապրել։ Սկզբում ամեն ինչ լավ էր, իսկ հետո նրա մոտ ընկերներ սկսեցին գալ, խմել։ Այնքան աղմկոտ էին։ Անդաստիարակ։ Ես հանում եմ վկայականս, ծառայողական ատրճանակի բռնակով, հարվածում եմ դռանը։ Բացեք անմիջապես դռան հետևից շրշյուն եմ լսում, հետո քայլեր։ Դանդաղ, անշտապ, կնոջ ձայնն ասում է. 1 րոպե սպասեք, հանգիստ ձայն էր, չափազանց հանգիստ գիշերվա ժամը 3:00-ի և աղմուկի բողոքների համար։ Դուռը բացվում է, և ես առաջին անգամ տեսնում եմ նրան, Լենային։ Նա կանգնած էր դռան արանքում և նայում էր ինձ։ Նիհար էր, մուգ մազերը խառնված թափվել էին ուսերին, դեմքը գունատ էր, բայց գեղեցիկ։ Մոխրագույն աչքերը միանգամայն դատարկ էին։ Հագին ծաղկավոր խալաթ էր, տակից, գիշերանոց։ Ձեռքերին արյուն կար, չորացած, մուգ։ Նա նայեց իր ափերին, կարծես նոր էր նկատել արյունը, և քմծի ծաղտվեց։ Ներս մտեք։ Ընկեր միլիցիոներ, ես ձեզ էի սպասում էի։ Ես դուռն ավելի լայն եմ բացում, ձեռքս ինքնաբերաբար գնում է դեպի պատյանը։ Բնազդ է։ Միջանցքում մութ է։ Միայն սենյակից է լույս թափանցում։ Ես այ երբեք չեմ մոռանա։ Արյան քրտինքի, ացետոն կամ սպիրտ հիշեցնող ինչ-որ սուր հոտ և ծխախոտի ծուխ, շատ ծուխ։ Ինչ է այստեղ պատահել։ Մի քայլ առաջ եմ անում։ Լենան հետ է քաշվում։
ձեռքով ցույց է տալիս սենյակը։ Այնտեղ ամեն ինչ այնտեղ է։ Ձայնը հավասար էր, կարծես եղանակի մասին էր խոսում։ Իմ թիկունքում տիկին Մարիամը փորձում է ներս նայել։ Ես շրջվում եմ։ Քաղաքացուհի, գնացեք ձեր տուն։ Հիմա դրա ժամանակը չէ։ Նա գլխով է անում եւ շտապով անհետանում է իր դրան հետևում։ Լսում եմ, թե ինչպես է չրխկում փականը։ Մտնում եմ սենյակ ու քարանում։ Սենյակի մեջտեղում հատակին պառկած են 3 տղամարդիկ։ 3-ն կապկպված են, ձեռքերը մեջքի հետևում են, ոտքերը միասին ամրացված։ Մալուխները հաստ էին, պղնձե, վրայից լայն, մոխրագույն սկոթչի մի քանի շերտ, դեմքերը ծեծված են։ Մեկի քիթը ջարդված է, արյունը չորացել է կզակի ու կրծքի վրա։ Երկրորդի դեմքի ձախ կողմն ամբողջությամբ կապտուկների մեջ է, աչքն ուռել փակվել է։ Երրորդն անգիտակից է, գլուխը հետ է ընկած, բերանից թուք է հոսում։ Կահույքը շրջված է, սեղանը կողքի է ընկած, աթոռները կոտրված են, սպասքի բեկորները ճռճռում են ոտքերի տակ։ Բազմոցի վրայի պաստառին գորշ բծեր կան։ Կամ արյուն է, կամ էլ ուրիշ բան։ Պատուհանը բաց է, բարաքույրը փքվում է գիշերային քամուց։ Ցուրտ է։ Անկյունում, աթոռակին, նստած է Լենան, ծխում է, ծխախոտը բռնել է տղամարդու պես, բութ եւ ցուցամատի արանքում։ Նրանք ողջ են։ Ես մոտենում եմ, ստուգում ամենամոտ գտնվողի անոթազարկը։ Ողջ է, շնչում է։ Երկրորդը նույնպես։ Երրորդն անգիտակից է, բայց շնչում է։ Խրպոտ, սուլոցով։ Լենան գլխով է անում։ Ողջ են։ Առայժմ ողջ են։ Մոխիրը թափ տվեց ուղիղ հատակին։ Ես ու ասացի, որ սպասում էի ձեզ։ Շտապօգնություն կանչեք եւ էլի մարդկանց։ Այստեղ 4 հոգի պետք է լիներ, բայց մեկը չեկավ։ Գուցե դեռ կգա, 4-ս։ Ես շուրջս եմ նայում, փորձելով հասկանալ։ Դուք ինչ եք արել, ովքեր են այս մարդիկ։ Նա ներշնչում է ծուխը եւ արտաշնչում։ Անասունն էր, նրանք անասուններ են, ընկեր միլիցիոներ, իսկ ես պարզապես հոգնել էի համբերելուց։ Տղամարդկանցից մեկը սկսում է ուշքի գալ, հառաչում է, փորձում է շարժվել, բայց կապերը հաստատում պահում են, բացում է աչքերը, տեսնում է ինձ, սկսում է բառաչել սկոթչով փաթաթված բերանի միջով։ Աչքերը ֆելագարված են, նրանց մեջ սարսափ կա, զուտ կենդանական վախ։ Լենան նայում է նրան եւ ես տեսնում եմ, թե ինչպես է փոխվում նրա դեմքը։ Մեկ վայրկյան առաջ այն դատարկ էր, անտարբեր, իսկ հիմա ատելություն։ Այնպիսի խտացված ատելություն, որ ես ինձ վատ եմ զգում։ Նա կռանում է տղամարդու վրա։ Լռիր, պարզապես լռիր, սա քո հերթը դեռ կգա։ Ես վերցնում եմ ռացիան, օգնություն եմ կանչում։ Շտապ օգնություն է պետք, կարգախումբ է պետք, օպերլիազոր է պետք շտապ։ Հերթապահը հարցնում է. Ինչ է պատահել։ Ես չգիտեմ ինչ պատասխանել, ասում եմ, 3 տուժած կա, ձերբակալություն։ Սպասում եմ ցուցումների, Լենան հանգցնում է ծխախոտը եւ պատուհանագոքի վրայի տուփից անում հաջորդը։ Ձեռքերը չեն դողում, բոլորովին չեն դողում։ Մինչ սպասում ենք օգնության, ես փորձում եմ իրավիճակը վերահսկողության տակ առնել։ Լենա, նստեք այստեղ, մի շարժվեք։ Նա հնազանդորեն տեղափոխվում է բազմոցի վրա, վարում 3-րդ գլանակը, նայում պատուհանից դուրս, անում եմ նոթատետրս գրիչս, ձեռքերս դողում են։ Պետք է խոստովանեմ, որ ծառայությանս ողջ տարիների ընթացքում նման բան չէի տեսել։ Տղամարդիկ պառկած են հատակին։ Սկսում եմ ավելի ուշադիր զննել։ Առաջինը 30 տարեկան կլիներ։ Ամրակազմ էր, սպորտային բաճկոն, ջինսեր, արտասահմանյան սպորտային կոշիկներ, ձեռքերին դաջվածքներ կան։ Պատրված վերնաշապիկի տակից երևում են ուսերի վրայի աստղերը։ Քրեական տար է, քրեական հեղինակություն։ Երկրորդն ավելի երիտասարդ է, մոտ 25 տարեկան, նիհար, պեպենոտ։ Ավելի հասարակ է հագնված, սպորտային համազգեստ, ձգված սվիտեր։ Երրորդն անգիտակից է, ամենախոշոր ամառմինը։ Բարձրահասակ է, մոտ 120 կիլոգրամ քաշով։ Կաշվե բաճկոնով է, վզին, ոսկյա շղթա։ Հատակին դատարկ շշեր են թափված, ուղի, պորտվեյն, ամենուր ծխուկներ են, սեղանին, հատակին, ափսեների մեջ։ Մոխրամանը շրջված է, կողքին ներարկիչ է ընկած։ Ես գուշորեն բարձրացնում եմ այն ծայրից, օգտագործված է։ Լենան հայացքով հետևում է ինձ։ Իրեղեն ապացույցներ եք գտնում, ընկեր տեղամասային, քմծիծաղում է նա։ Կարող եք չնեղություն կրել։ Ես ամեն ինչ ինքս կպատմեմ։ Միայն թե նախ նրանց օգնություն ցույց տվեք, թե չէ կմեռնեն, Աստված չանի։ Ինձ նրանք ողջ են պետք։ Ողջ։ Ինչու։ Ես մոտենում եմ նրան, նստում կողքին, բազմոցին։ Զսպանակները ճռռում են։ Ինչու ողջ։ Նա նայում է աչքերիս մեջ, որպեսզի նրանք հասցնեն ամեն ինչ գիտակցել,
հասկանում եք, ամեն ինչ, մինչև վերջ, այդ պահին, շքամուտքում քայլերի և խոսակցության ձայներ են լսվում, օգնական ուժերն են ժամանել, երկու սերժանտ, օպերլիազոր Արամիչը և շտապ օգնության բուժքույրը, նրանք ներս են ընկնում բնակարան, տեսնում են տեսարանը և քարանում, Արամիչը սուլում է, այ քեզ բան, այ քեզ տեսարան, բուժքույրը երիտասարդ աղջիկ, գունատվում է, սկսում է հանել բինտերը, բամբակը, ճնշման և անոթազարկի մասին ինչ-որ բան է մրմնջում, կրանում է առաջին տղամարդու վրա, նրա, ում անունը Սաքո էր, նա սկսում է ցնցվել, ավելի բարձր բառաչել, բուժքույրը փորձում է քանդել սկոթչը բերանից, բայց այն մի քանի շերտով բինտ փաթաթված է, Լենան վեր է կենում, մկրատ տվեք, ես կկտրեմ, մեկնում է ձեռքը, Արամիչը հարցական նայում է ինձ, ես գլխով եմ անում, նա վերցնում է մկրատը, մոտենում Սաքոյին, կրանում շատ մոտ նրա դեմքին, տանդաղ ու զգույշ կտրում է սկոթչը, շերտն անցնում է նրա մաշկից միլիմետր հեռավորության վրա, Սաքոն քարանում է, վախենում է շնչել, սկոթչը կտրված է, Լենան մեկ կտրուկ շարժումով պոկում է այն, Սաքոն ցավից ճչում է, սկոթչի հետ միասին պոկվում է նաև բերանի շուրջ եղած մաշկը, Լենան վերադառնում է բազմոցին, նստում, վառում չորրորդ ծխախոտը, բուժքույրը մշակում է վերքերը, չափում ճնշումը, կարծես կոտրվածքներ չկան, երրորդի խոշորամարմնի մոտ հաստատ ուղևի ցնցում է, հոսպիտալացում է անհրաժեշտ, Արամիչն ինձ մի կողմ է տանում, այստեղ ինչ է կատարվել, ես ուսերս եմ թոթվում, առայժմ չգիտեմ, բայց դա նա է նրանց երեքին էլ, մենակով, Արամիչն անվստահությամբ նայում է Լենային, ծաղկավոր խալաթով փխրուն աղջկան, մենակ, երեք հաղթանդամ տղամարդկանց, մենակ, Լենան լսում է մեր խոսակցությունը, շրջվում է, ոչ մենակ, ես առավելություն ունեի, նրանք ինձ վստահում էին, նա ծիծաղեց, կարճ, ճիմարները վստահում էին, այն մեկը, ում բերանը բաց էր, փորձում է ինչ-որ բան ասել, խրպոտում է, քաց, դու մեզ սպանել էիր ուզում, սպանել, ձայնը վերածվում է ճռռոցի, միլիցիա կանչեք, ես նրա դեմ դիմում կգրեմ, նա մեզ, լռիր, Սաքո, Լենայի ձայնը սառցե է դառնում, թե ուզում ես նորից բերանդ փակեմ, կարծում ես, միլիցիան քեզ կհավատա, դու երկու անգամ դատված քրեական ես, իսկ ես, առանց դատվածության աղջիկ, Արամիչը մոտենում է նրան, քաղաքացուհի, դուք պետք է մեզ հետ գնաք բաժին, ցուցմունք տալու, Լենան գլխով է անում, իհարկե ես պատրաստ եմ, միայն թե սկզբում թեյֆում եմ, ցուրտ է, նա վեր է կենում, գնում է խոհանոց, մենք Արամիչի հետ նայում ենք իրար, նա օրորում է գլուխը, մեկ րոպե անց, Լենան վերադառնում է մի բաժակ տաք թեյով, փչում է վրան, խմում է փոքր կումերով, բուժքույրն ավարտում է զննումը, այս երրորդին շտապ հիվանդանոց տարեք, մյուսները կարող են սպասել, բայց լավ կլինի նրանց էլ հոսպիտալացնել, երկուսի մոտ էլ թունավորման նշաններ կան, թունավորման, Լենան քմծիծաղում է, քնաբեր է, ֆենազեպամ, 20 հաբ մի շիշ օղու մեջ, Բաղդրատոմսը պարզ է, Արամիչը հանում է ձայնագրիչը, միացնում է, այժմ 1987 թվականի մարտի 19-ն է, ժամը 5:17, վկայի հարցաքննություն, ձերբակալվածի, նայում է ինձ հարցական, կասկածյալի, հուշում եմ ես, կասկածյալի հարցաքննություն, ներկայացեք, խնդրեմ, Լենան խմում է թեյը մինչև վերջ, բաժակը դնում է պատուհանագոգին, Հակոբյան Ելենա Վլադիմիրի, 25 տարեկան, գրանցված եմ այստեղ, այս բնակարանում, աշխատում եմ Լենինի անվան գործարանում որպես խարատ, բացատրեք թե ինչ է այստեղ կատարվել, Լենան վառում է 5-րդ ծխախոտը, նայում է առաստաղ բարձրացող ծխին, սկսում է խոսել, հանգիստ, չափավոր, կարծես ֆիլմի բովանդակություն է պատմում, նրանք եկան 3 երեկոյան, ժամը 8-ի կողմերը, Սաքոն, Կարոն և Գուրգենիչը, իմ Վիգենի ընկերները, մենք նրա հետ միասին ապրում ենք արդեն կես տարի, Վիգենը պետք է նրանց հետ գար, բայց ուշացավ աշխատավայրում, զանգեց, ասաց, որ ներս թողնեմ նրանց, կսպասեն իրեն այստեղ, ես ներս թողեցի, նրանք օղի էին բերել, 3 շիշ, նստեցին սեղանի շուրջ, ես սեղան գցեցի, թթու վարունգ, կարտոֆիլ, խոզի ճարպ, նրանք սկսեցին խմել, ինձ էլ առաջարկեցին, ես հրաժարվեցի, ասացի, որ հիվանդ եմ, նրանք ծիծաղեցին, Սաքոն ասաց, մի հիվանդացիր, Լենկա, մեզ առողջ կնիկ է պետք, մյուսները ծիծաղեցին, ես գնացի խոհանոց, սպասք էի լվանում, լսում էի, թե ինչպես են խոսում իմ մասին, թե Վիգենն ինչ կտրիճ է,
ինչպիսի գործ է կպցրել, որ ես հանգիստ եմ, հնազանդ, որ ինձ հետ ինչ ուզեն կարող են անել, ամեն ինչին կդիմանա։ Կարոն ասաց. հիշում ես անցած շաբաթ, երբ Վիգենը գնացել էր մոր մոտ։ Գուրգենիչը պատասխանեց. հիշում եմ, զվարճալի էր։ Լենոնն ներշնչում է ծուխը եւ արտաշնչում։ Ես կանգնած էի խոհանոցում եւ հասկանում էի. այսօր ամեն ինչ պետք է տեղի ունենա այսօր, որովհետեւ վաղը ես ուղղակի չեմ դիմանա։ Եվս մեկ օր, եւ ես ինքս ինձ կսպանեմ։ Արամիչն ուշադիր նայում է նրան։ Ինչ նկատի ունեք։ Նա օրորում է գլուխը։ Հետո ես ամեն ինչ հերթով կպատմեմ։ Հետո սկզբում այս գիշերվա մասին։ Լավ, շարունակեք։ Ես վերադարձա սենյակ։ Նրանց համար էլի խուրտիկներ բերեցի, նստեցի անկյունում։ Նրանք խմեցին առաջին շիշը, սկսեցին երկրորդը։ Ավելի բարձրաձայն ու անզուսպ դարձան։ Սաքոն կանչեց ինձ. արի այստեղ, Լենոկ, ինչ ես տխրում։ Ես մոտեցա։ Նա բռնեց ձեռքիցս, նստեցրեց ծնկներին։ Ես չէի դիմադրում, գիտեի, որ այդպես է պետք։ Նրանք էլի խմեցին։ Կարոն առաջինը սկսեց քնել։ Գլուխն ընկավ սեղանին։ Հետո Գուրգենիչը սկսեց ինչ-որ անհասկանալի բաներ մրմնջալ։ Սաքոն բոլորից երկար դիմացավ, բայց կես ժամ անց նա էլ սկսեց նիրհել։ Այդ ժամանակ ես վեր կացա, գնացի ննջասենյակ, պահարանից հանեցի մալուխներն ու սկոթչը։ Դրանք պատրաստել էի դեռ 1 շաբաթ առաջ։ Դուք հատուկ էիք խառնել քնաբերը։ Արամիչը կռանում է առաջ։ Այո, ֆենազեպամը հավաքել էի 2 ամսվա ընթացքում։ Բժիշկն էր նշանակել, երբ նյարդային պոռթկում էի ունեցել։ Ես հաբերը չէի խմել, հավաքում էի, փոշի դարձրեցի եւ լցրեցի երկրորդ շշի մեջ, մինչ նրանք առաջինն էին խմում։ Ուղին դառն է, նրանք չնկատեցին։ Իսկ ինչ եղավ հետո։ Հետո ես սկսեցի կապ կպել նրանց։ Առաջինը Կարոյին։ Նա ամբողջովին անջատվել էր, անգամ չէր շարժվում։ Ձեռքերը մեջքի հետևում արեցի, մալուխները փաթաթեցի, վրայից, սկոթչով, ոտքերն էլ նույնպես։ Բերանը փակեցի սկոթչով, պառկեցրեցի հատակին։ Գուրգենիչին, նա փորձեց արթնանալ, ինչ որ բան էր մրմնջում, բայց ուժ չուներ։ Նրան էլ կապեցի։ Սաքոն սկսեց հասկանալ, որ ինչ որ բան այն չէ, երբ ես մոտեցա նրան, փորձեց ոտքի կանգնել, բայց ոտքերը չէին ենթարկվում։ Ես հրեցի նրան, նա ընկավ։ Ես նստեցի նրա մեջքին եւ կապեցի ձեռքերը։ Նա գոռում էր։ Ես սկոթչով փակեցի նրա բերանը։ Լենան լռում է, նայում է Սաքոյին։ Վերջինս պառկած է հատակին, լսում է, աչքերը լիքն են արցունքներով։ Նրանք արթնացան 3 ժամ անց, մեկը մյուսի հետևից։ Նախ Կարոն սկսեց ցնցվել, փորձել ազատվել։ Անօգուտ էր, ես նստած էի կողքին, ծխում էի, սպասում էի, թե երբ կսթափվեն երեքներ։ Երբ բոլորն արթնացան, ես ասացի նրանց. հիմա դուք կիմանաք, թե դա ինչ է։ Ինչ է, երբ անօգնական ես, երբ չես կարող դիմադրել, երբ քեզ ծաղրում են։ Ինչ էին նրանք արել ձեզ հետ։ Արամիչի ձայնը մեղմ է, լարված։ Լենան լռում է, հետո ասում է. ինչ են նրանք արել ինձ հետ։ Շտապ օգնությունը տանում է Գուրգենիչին, այն մեկին, ով անգիտակից էր։ Սաքոյին եւ Կարոյին մենք մեզ հետ տանում ենք բաժին։ Ամբողջությամբ չարցակեցինք, ձեռքերը թողեցինք կապված, միայն ոտքերն ազատեցինք, որպեսզի կարողանան քայլել։ Ուղեկցում ենք նրանց դեպի մեքենաները։ Սաքոն կաղում է, Կարոն բռնել է փորը։ Հարևանները թափվել են աստիճանահարթակներին, փսփսում են, մատով ցույց են տալիս։ Տիկին Մարիամը նայում է իր դռան արանքից, խաչակնքում է։ Լենային ես եմ տանում։ Նա հանգիստ քայլում է, նայում է ուղիղ իր առաջ։ Դրսում լույսը բացվում է, երկինքը մոխրագույն է, խոնավ։ Անձրև էր խոստանում։ Նստեցնում եմ նրան Վոլգայի հետևի նստատեղին։ Արամիչը նստում է կողքին, ես ղեկին։ Սաքոյին եւ Կարոյին բարձում են մյուս մեքենան, սերժանտների մոտ։ Ճանապարհին Լենան լռում է, նայում է պատուհանից դուրս։ Կողքով սահում են քնած տները, դատարկ փողոցները, փակ խանութները, ավտոբուսի կանգառում մրսում է մի պարավ, ցանցապայուսակով։ Անկյունում հավաքարարն ավլում է մայթը։ Սովորական խորհրդային քաղաքի սովորական առավոտ։ Ժամանում ենք բաժին։ Հին աղյուսե շենք է, 2 հարկ, թափված ծեփամածիկով։ Տանում եմ Լենային հերթապահ մաս։ Այնտեղ արդեն նստած է պետը, մայոր Կարապետյանը։ Խոշոր տղամարդ է, կարմրած դեմքով ու ճաղատով։ Նայում է Լենային, ինձ, սեղմում է շուրթերը։ Սա նա է։ Այս աղջիկն է 3 տղամարդկանց վնասազերծել։ Ճիշտ այդպես, ընկեր մայոր, նա խոստովանել է։ Հնաբեր է խառնել, հետո կապել։ Կարապետյանն օրորում է գլուխը։ Տարեք համար 3 կաբինետ, կձևակերպենք։ Իսկ այն 2-ին տարբեր սենյակներ տարեք, առանձին կհարցաքննենք։
Տանում եմ Լենային համար 3 կաբինետ։ Փոքր սենյակ է, սևան, 3 աթոռ, կանաչ լուսամփոփով լամբ, պատերին թափված ներք, անկյունում ժանգոտված ջեռուցման մարտկոց։ Պատուհանը ճաղավանդակներով է։ Լենան նստում է աթոռին, ձեռքերը դնում է սեղանին, նայում ինձ։ Կարելի է ծխել։ Ես հանում եմ Մասիսի տուփս, մեկնում եմ նրան։ Նա վերցնում է, ես կրակ եմ տալիս։ Նա խորը ներշնչում է, երախտապարտ է։ Շնորհակալություն։ Վաղուց էի ուզում նորմալ ծխել, առանց շտապելու։ Արամիչը բերում է արձանագրությունը, դնում սեղանին։ Գրիչ, թանաքաման, Լենա, ստիպված ենք ամեն ինչ սկզբից ու մանրամասն, բոլոր ցուցմունքները կգրառենք։ Ընթերականներ կկանչենք պաշտոնապես։ Նա գլխով է անում։ Հասկանալի է։ Ես պատրաստ եմ։ Սկսում ենք, Արամիչը հարցեր է տալիս։ Ես գրի եմ առնում։ Լենոն պատմում է դանդաղ, խնամքով ընտրելով բառերը։ Երբեմն կանգ է առնում, վառում նոր ծխախոտ, հետո շարունակում։ Ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան թիվ, աշխատավայր, կրթություն, 8 դասարան, դատվածություն չի ունեցել, գրանցում, անձնագրային տվյալներ։ Հիմա պատմեք, թե ինչպես ծանոթացաք Վիգենի հետ։ Լենան հենվում է աթոռի մեջքին, նայում առաստաղին։ Գործարանում 1 տարի առաջ նա հարևան արտադրամասում փականագործ էր աշխատում։ Համակրելի էր, ուրախ։ Սկսեց հոգ տանել, ծաղիկներ էր նվիրում, կինո էր տանում։ Ես մտածում էի, որ դա սեր է, դառնությամբ ծիծաղում է։ Հիմար էի ես, միամիտ հիմար։ 3 ամիս անց նա առաջարկեց միասին ապրել։ Ասաց, որ մեկ սենյականոց բնակարան ունի, կոոպերատիվ, ծնողներն են օգնել գնել։ Ես համաձայնեցի, ինչ ունեի կորցնելու։ Ես հանրակացարանում էի ապրում, 12 հոգով մեկ սենյակում, իսկ այստեղ սեփական բնակարան էր, սիրելի տղամարդ։ Առաջին ամիսն ամեն ինչ լավ էր։ Վիգենը ուշադիր էր, քնքուշ։ Ես ճաշ էի եփում, մաքրում էի, ջանում էի, մտածում էի, որ մենք ընտանիք ենք, որ մենք ընդմիշտ միասին ենք։ Ինչ փոխվեց։ Լենան հանգցնում է ծխախոտը, վառում նորը։ Նրա ընկերները հայտնվեցին, Սաքոն, Կարոն, Բուրգենիչը, նա նրանց հետ բանակում էր ծառայել, դեսանտային զորքերում։ Միասին էին զորացրվել, քաղաք էին եկել, սկսեցին գալ մեզ մոտ։ Սկզբում հազվադեպ էին գալիս, շաբաթը մեկ, հետո ավելի հաճախ, հետո գրեթե ամեն օր։ Խմում էին, ծխում էին, գոռգոռում էին։ Ես համբերում էի, մտածում էի, տղամարդկանց ընկերություն է, պատահում է, բայց հետո ավելի վատացավ։ Նրանք սկսեցին ինձ այնպես չնայել, հասկանում եք։ Ոչ թե որպես Վիգենի կնոջ, այլ որպես մի անբարոյականի։ Սկսվեցին կատակներ, ակնարկներ։ Վիգենը նրանց հետ ծիծաղում էր, չէր պաշտպանում ինձ։ Ես փորձում էի նրա հետ խոսել, ասում էի, որ ինձ հաճելի չէ, որ ես ուզում եմ, որ նրանք ավելի հազվադեպ գան։ Նա բարկանում էր, ասում էր, որ ես ոչ մեկն եմ, որ դա իր բնակարանն է, իր ընկերները, որ եթե ինձ դուր չի գալիս, կարող եմ կորչել։ Իսկ ես ուր գնայի։ Ես արդեն գրանցումով այստեղ էի տեղափոխվել։ Հանրակացարանում էլ տեղ չկար։ Ծնողներ չունեմ։ Մանկատնից եմ, ես ոչ ոք չունեմ։ Դուրը թակում են։ Ներս է մտնում սերժանտը, զեկուցում է, որ Սաքոն եւ Կարոն ցուցմունք են տալիս։ Ասում են, որ Լենան իրենց հատուկ է ծուղակը գցել, որ նա ուզում էր իրենց կողոպտել, որ նա հոգեկան հիվանդ է։ Արամիչը քրթմնջում է։ Կողոպտել։ Բայց նրանց գրպանները դատարկ են։ Սաքոն ու Կարոն շրջանում հայտնի պորտաբույծներ են, երկուսն էլ հաշվառման մեջ են։ Լենան քմծիծաղում է։ Իհարկե ստում են, էլ ինչ է մնում նրանց։ Ճշմարտությունն ասեմ, թե ինչ էին նրանք անում ինձ հետ այս կես տարին, ինչ էին հատկապես նրանք անում։ Արամիչը կռանում է առաջ։ Լենա, մեզ մանրամասներ են պետք։ Եթե նրանց կողմից հանցագործություններ են եղել, դա կարևոր է գործի համար։ Լենան երկար լռում է, հետո սկսում է խոսել, կամաց, միալար։ Եվ ես հասկանում եմ, որ մենք ինչ-որ սարսափելի բան ենք լսելու։ Այնպիսի բան, որը կփոխի ամեն ինչ։ Այնպիսի բան, որից այլևս փրկություն չի լինի ոչ մեկի համար։ Ոչ նրա, ոչ ինձ, ոչ Արամիչի, որովհետև որոշ ճշմարտություններ սպանում են։ Լենան նայում է իր ձեռքերին։ Միահյուսում է մատները, հետո բացում։ Հոդերի վրա չորացած արյուն է, եղունգների տակ մուգ շերտեր։ Նա սկսում է խոսել եւ ես միացնում եմ ձայնագրիչը։ Դա պետք է գրի առնել, ամեն ինչ պետք է գրի առնել։ Առաջին անգամ եղավ այն ժամանակ, երբ արդեն 1 ամիս էր ինչ տեղափոխվել էի Վիգենի մոտ։ Նա հարբած տուն եկավ Սաքոյի ու Գուրգենիչի հետ։ Ուշ էր, գիշերվա ժամը 2-ը։ Ես արդեն քնած էի։ Նրանք ներխուժեցին ննջասենյակ, միացրեցին լույսը։ Վիգենն ասաց. «Վեր կաց, հյուրերին դիմավորիր»։ Ես վեր կացա,
գցեցի խալաթս, գնացի խոհանոց թեյնիկը դնելու։ Լսում էի, թե ինչպես են սենյակում խրխնջում, շշեր են բացում։ Հետո Վիգենը կանչեց ինձ, ես գնացի։ Նրանք նստած էին սեղանի շուրջ, խմում էին։ Վիգենն ասաց. «Նստիր մեզ հետ»։ Ես նստեցի։ Սաքուն իմ բաժակի մեջ օղի լցրեց։ Ես հրաժարվեցի, ասացի, որ չեմ խմում։ Նա ծիծաղեց. «Կխմես»։ Վիգենը գլխով արեց. «Խմիր, քանի որ լցրել են»։ Ես խմեցի։ Վատ զգացի։ Գլուխս պտտվեց։ Ես սովոր չէի ալկոհոլի։ Հետո Վիգենն ասաց. «Հանվիր»։ Ես չհասկացա, իսկ նա կրկնեց. «Հանվիր, ցույց տուր տղերքին, թե ինչպիսի կնիկ ունեն»։ Ես հրաժարվեցի, ասացի, որ դա անպարկեշտ է։ Նա վեր կացավ, մոտեցավ ինձ, ուժեղ խփեց դեմքիս։ Ես ընկա աթոռից։ Նա կռացավ վրաս։ Ասաց. «Հանվիր, Լենան լռում է, ծխախոտ է վառում, ձեռքը դողում է։ Ամբողջ ընթացքում առաջին անգամն է դողում»։ Ես հանվեցի, կանգնեցի նրանց առաջ մերկ։ Նրանք նայում էին, քննարկում։ Սաքոն ասաց. «Կրծքերը փոքր են, բայց հետույքը վատը չէ»։ Գուրգենիչն ավելացրեց. «Մեր Վիգենի համար կլինի»։ Նրանք ծիծաղում էին, իսկ ես կանգնած էի ու լաց էի լինում։ Վիգենը մոտեցավ, գրկեց ինձ, ասաց. «Ինչ ես լաց լինում, մենք հո յուրային ենք, տղերքը հիմա գիտեն, թե ինչ ունեմ ես։ Պետք է հպարտանաս»։ Այդ դեպքից հետո ես մի շաբաթ մտածում էի ինչպես հեռանալ, բայց գնալու տեղ չկար։ Բառացիորեն տեղ չկար։ Գործարանում հարցրեցի հանրակացարանի մասին։ Տեղ չկար։ Հերթը 2 տարի էր։ Մոտ ընկերուհիներ չունեմ, բարեկամներ չունեմ, մանկատունը ընտանիք չէ։ Այնտեղից դուրս ես գալիս 16 տարեկանում և դու մենակ ես ողջ աշխարհում։ Ես մնացի։ Մտածում էի միգուցե այլևս նման բան չկրկնվի։ Միգուցե Վիգենը խելքի գա։ Բայց չեկավ։ Ավելի վատացավ։ Արամիչը գրաֆինից ջուր է լցնում Լենայի համար։ Նա խմում է ագահաբար, մեծ գումերով։ Շնորհակալություն է հայտնում գլխի շարժումով։ Շարունակում է. Մեկ շաբաթ անց նրանք նորից եկան։ Վիգենը, Սաքոն, Կարոն Գուրգենիչը չկար։ Գործուղման էր գնացել։ Նորից խմեցին։ Վիգենն ինձ կանչեց ննջասենյակ։ Ես գնացի։ Մտածում էի ուզում է խոսել։ Իսկ այնտեղ Սաքոն պառկած էր մեր մահճակալին, մերկ։ Վիգենն ասաց. «Սաքոն վաղուց է աչքը քեզ վրա գցել։ Ես ընկերոջս չեմ կարող նեղացնել։ Նրան հաճույք պատճառիր»։ Ես չհավատացի ականջներիս։ Վիգեն, դու ինչ ես դուրս տալիս։ Սա խելագարություն է։ Նա հանգիստ պատասխանեց. Ոչ մի խելագարություն էլ չկա, սովորական բան է։ Մենք բանակում ամեն ինչով կիսվում էինք, կանանցով էլ էինք կիսվում։ Դու իմ կինն ես, ուրեմն նաև իմ տղերքի կինն ես։ Ես հրաժարվեցի, գոռացի, որ դա հատակն է, որ նատականք է, որ ես հեռանում եմ։ Վազեցի դեպի ելքը։ Կարոն բռնեց ինձ միջանցքում, փակեց լոգարանում։ Ես խփում էի դռանը, գոռում էի, հետո հոգնեցի, նստեցի հատակին, լաց եղա։ Մեկ ժամ անց դուռը բացեցին։ Սաքոն այնտեղ կանգնած էր, ժպտում էր, ասաց. «Դե ինչ գեղեցկուհի, փոշմանեցիր»։ Ես թքեցի նրա դեմքին։ Նա մաքրեց թուքը թևքով, դադարեց ժպտալ։ Մտավ լոգարան, դուռը փակեց կեռիկով։ Ինչ եղավ հետո, ես մանրամասն չեմ պատմի։ Միայն կասեմ, նա բռնաբարեց ինձ այնտեղ, լոգարանում։ Իսկ Վիգենն ու Կարոն նստած էին սենյակում, օղի էին խմում, երաժշտություն էին լսում էին իմ ճիչերը։ Ոչ ոք չեկավ։ Այդ ամենից հետո ես պառկած էի լոգարանի հատակին հայտնի չէ որքան, միգուցե 1 կամ 2 ժամ։ Սողացի ննջասենյակ, պառկեցի մահճակալին։ Ամեն ինչ ցավում էր։ Վիգենը մտավ, պառկեց կողքիս։ Գրկեց ինձ, ասաց. «Դե տեսնում ես, ամեն ինչ նորմալ է, ոչ մի սարսափելի բան չի եղել, մենք հոմերոնցով ենք»։ Քնեց, խրմփացրեց, իսկ ես մինչև առավոտ բաց աչքերով պառկած էի, նայում էի առաստաղին ու մտածում. այս ինչպես կարող է մարդն այսպես փոխվել։ Կամ միգուցե նա միշտ էլ այսպիսին է եղել, իսկ ես պարզապես չեմ տեսել։ Լենան հանգցնում է ծխուկը, նոր ծխախոտ է հանում, բայց չի վառում, պարզապես պտտում է մատների արանքում։ Հետո ավելի վատ եղավ։ Նրանք հասկացան, որ ես ոչ մի տեղ չեմ փախչի, որ կհամբերեմ ինչ ասես, եւ սկսեցին փորձարկումներ անել։ Գալիս էին, երբ ուզում էին, անում էին, ինչ ուզում էին։ Երբեմն երեքով, երբեմն հերթով։ Վիգենը նայում էր, երբեմն տեսախցիկով նկարահանում էր, ասում էր հիշատակի համար է։ Ես դադարեցի մարդ լինելուց, դարձա իր խաղալիք։ Գուրգենիչն ասում էր. Վիգենը գունավոր հեռուստացույց ունի, արտասահմանյան մագնիտոֆոն ունի եւ ընդհանուր կին ունի, լավ ապրում է տղամարդը։ Նրանք ծիծաղում էին։
Աշխատավայրում ես զոմբիի պես էի շրջում։ Արտադրամասի պետը հարցնում էր. «Ինչ է պատահել։ Ինչու ես այդքան գունատ»։ Ես պատասխանում էի, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի հոգնել եմ։ Մի ընկերուհի ունեի Կարինեն, նկատեց կապտուկները ձեռքերիս, հարցրեց. «Ո՞վ է խփում»։ Ես ասացի, որ ինքս եմ խփել։ Նա չհավատաց, բայց չպնդեց։ Ամեն մարդ իր խնդիրներն ունի։ Ժամանակ չունի ուրիշի խնդիրները լուծելու։ Ես մտածում էի մահվան մասին։ Ամեն օր մտածում էի, թե ինչպես ավելի լավ կլինի դա անել։ Հաբեր էի հավաքում։ Ֆենազեպամը բժիշկը դուրս գրեց, երբ գնացի նրա մոտ, ասացի, որ գիշերները չեմ քնում։ Նա ուշադիր նայեց ինձ, հարցրեց. «Քեզ ինչ-որ մեկը ծեծում է»։ Ես գլուխս տարուբերեցի։ Նա հոգոց հանեց, բաղադրատոմս դուրս գրեց, ասաց. «Եթե բան պատահի, արի կօգնենք»։ Ես հավաքում էի հաբերը, մտածում էի, որ երբ բավարար քանակ հավաքվի, բոլորը միանգամից կխմեմ, կքնեմ ու չեմ արթնանա։ Բայց հետո փոշմանեցի, հասկացա, որ դա սխալ է։ Ինչու ես պետք է մեռնեմ։ Ես հո ոչ մի բանում մեղավոր չեմ։ Մեղավոր են նրանք՝ Վիգենը, Սաքոն, Կարոն, Գուրգենիչը։ Նրանք պետք է պատասխան տան, ոչ թե ես։ Եվ այն ժամանակ ես սկսեցի պլանավորել։ Արամիչը նայում է Լենային ինչ-որ տարօրինակ արտահայտությամբ։ Ես էլ եմ նայում։ Դատարկ աչքերով այս փխրուն աղջիկը պատմում է այնպիսի բաներ, որոնցից արյունը սառչում է։ Եվ ամենասարսափելին այն է, որ ես նրան հավատում եմ։ Ամեն մի բառին հավատում եմ, երբ սկսեցիք պլանավորել։ Արամիչը կրանում է առաջ։ Լենան վերջապես վառում է այն ծխախոտը, որը պտտում էր մատների արանքում։ 2 շաբաթ առաջ մի դեպք եղավ, որից հետո հասկացա. վերջ, բավական է։ Կամ նրանք, կամ ես։ Ինչ դեպք։ Եկան 4-ն էլ Վիգենը, Սաքոն, Կարոն, Գուրգենիչը։ Մոտ 5 շիշ օղի եւ 2 բլոկ պորտվեյն բերեցին։ Ասացին, որ տոն է։ Ես հարցրի. «Ինչ տոն»։ Սաքոն պատասխանեց. «Ուղղակի կյանքի տոն է։ Ապրում ենք, ուրախանում»։ Ծիծաղեց։ Նրանք շատ արագ հարբեցին, մոտ 40 րոպեում սկսեցին կպչել ինձ։ Բայց դա ինչ էր ինչ առաջ։ Առաջ նրանք գոնե հարաբերականորեն ադեկվատ էին, իսկ այս անգամ գազաններ էին, իսկական գազաններ։ Նրանք ինձ դաժանորեն ծեծեցին։ Գուրգենիչը կոտրեց ձեռքիս 2 մատը։ Ահա այս մատները։ Լենան ցույց է տալիս ձախ ձեռքի ճկույտն ու մատնեմատը։ Դրանք սխալ են կպել։ Նայեք, ծուռ են։ Հետո նրանք։ Լենան լռում է, օրորում է գլուխը։ Կարևոր չէ, թե ինչ արեցին։ Կարևորն այն է, որ առավոտյան, երբ ուշքի եկա, պառկած էի միջանցքի հատակին, մերկ, ծեծված, ամբողջովին արյան եւ կապտուկների մեջ։ Իսկ նրանք քնած էին սենյակում բազմոցին եւ հատակին։ Խռմփացնում էին, բավարարված։ Ես վեր կացա։ Դժվարությամբ ոտքի կանգնեցի։ Գնացի լոգարան, նայեցի ինձ հայելու մեջ եւ չճանաչեցի։ Դա իմ դեմքը չէր, ուռած, կապտած, պատրված շրթունքով։ Աչքս փակվել էր, մազերս խրձերով պոկված էին։ Վզիս վրա մատների հետքեր, կապտուկներ, խայթոցներ։ Ես նայում էի հայելու մեջ ու մտածում. սա վերջն է։ Եթե ես ոչինչ չանեմ, նրանք ինձ կսպանեն։ Միգուցե ոչ այսօր, ոչ վաղը, բայց կսպանեն։ Ուղղակի ծեծելով կսպանեն հերթական հարբեցողության ժամանակ։ Եվ այն ժամանակ ես որոշեցի, եթե մեկ է ինձ համար միևնույնն է մեռնելը, թող ավելի լավ է նրանք մեռնեն, կամ գոնե պատասխան տան այն ամենի համար, ինչ արել են։ Լենան ներշնչում է, ծուխն արտաշնչում է դեպի առաստաղ։ Ես սկսեցի պլանավորել, ամեն օր մտածում էի, թե ինչպես դա անել։ Տարբերակներ էի որոնում, դանակով մորթել չեմ կարող։ Ես ֆիզիկապես ավելի թույլ եմ։ Թունավորել, բայց որ մահացու լինի, մեծ դեղաչափ է պետք, իսկ որտեղից թույն վերցնեմ։ Այրել բնակարանը, քանի դեռ քնած են, բայց ես ինքս էլ կայրվեմ։ Հետո հիշեցի ֆենազեպամի մասին։ Մոտս 100-ից ավելի հաբ էր հավաքվել։ Գրադարանում բժշկական տեղեկատու էի կարդացել։ Ֆենազեպամի մեծ դեղաչափը խորը քուն է առաջացնում։ Մարդն անջատվում է մի քանի ժամով։ Եթե խառնես ալկոհոլի հետ, ազդեցությունն ուժեղանում է։ Ես հասկացա, որ դա է ելքը։ Կքնեցնեմ նրանց, կկապեմ, իսկ հետո կտեսնեմ ինչ անել։ Միգուցե պարզապես միլիցիա կզանգեմ, թող տանեն նրանց։ Կամ միգուցե ինքս ինչ-որ բան կանեմ։ Դուք նախապես էիք պատրաստել մալուխներն ու սկոտչը։ Արամիչը գրի է առնում։ Այո, մալուխները ես գործարանից էի վերցրել, վերանորոգման արտադրամասից։ Պղնձե բազմաջիր մալուխ է հաստ։ Այդպիսի լարը չես կտրի։ Սկոտչը գնել էի տնտեսական ապրանքների խանութից։ Ասացի, որ վերանորոգման համար է պետք։ Թաքցրել էի այդ ամենապահարանում, վերմակների տակ, սպասում էի հարմար պահի։ Եվ պահը հասունացավ 3։ Այո,
Վիգենը զանգեց երեկոյան, ասաց, որ կգան ժամը 8-ի կողմերը, որպեսզի սեղան գցեմ։ Տղերքն ուզում են նշել աշխատավարձ ստանալը։ Ես հարցրի, թե ովքեր են գալու։ Նա թվարկեց. Սաքուն, Կարոն, Գուրգենիչը։ Ես ասացի. լավ, կախեցի լսափողը։ Նստեցի մահճակալին։ Ձեռքերս դողացին։ Սա իմ շանսն էր։ 4-ն էլ այստեղ կլինեին։ Գուցե այսպիսի հնարավորություն այլևս չլիներ։ Ես վեր կացա, հանեցի մալուխներն ու սկոթչը, դրեցի բազմոցի տակ, որպեսզի ձեռքի տակ լինեն։ Հետո պատրաստեցի ֆենազեպամը, 20 հապ փոշի դարձրի, լցրեցի դատարկ օղու շշի մեջ, շիշը դրեցի առանձին, մտքումս նշան արեցի, սեղանը գցեցի, թթու վարունգ, մարինացված լոլիկ, ճարպ, երշիկ, հաց, ամեն ինչ ինչպես միշտ։ Ձեռքերս այնպես էին դողում, որ դանակը մի քանի անգամ ընկավ, բայց ես գլուխ հանեցի, փոխեցի հագուստս, մաքուր զգեստ հագա, սանրվեցի, նայեցի հայելու մեջ, գորշ դեմք, դատարկ աչքեր։ Ես ասացի իմ արտացոլանքին, այսօր ամեն ինչ կավարտվի, այսպես թե այնպես, բայց կավարտվի, իսկ դուք չվախեցաք, չփոշմանեցիք։ Ես չեմ դիմանում, հարց եմ տալիս։ Լենան նայում է ինձ, վախեցա, շատ վախեցա, բայց վախն այն բանից, թե նրանք ինչ կանեին ինձ հետ, եթե ես ոչինչ չձեռնարկեի, ավելի ուժեղ էր, հասկանում եք, ես արդեն անցել էի դժոխքի միջով։ Ես կորցնելու ոչինչ չունեի, միայն կյանքս։ Իսկ կյանքն առանց այն էր կյանք չէր, այլ գոյատևում։ Արամիչը դնում է գրիչը, վեր է կենում, քայլում է կաբինետում, նորից նստում է։ Լենը, դուք հասկանում եք, թե ինչ է ձեզ սպասում այս ամենից հետո, որ դա բանտ է, ժամկետը մեծ է, առնվազն 10 տարի։ Նա գլխով է անում։ Հասկանում եմ, բայց այնտեղ գոնե ոչ ոք ինձ չի բռնաբարի ամեն գիշեր։ Այնտեղ օրակարգ կլինի, կանոններ։ Այնտեղ ես մարդ կլինեմ, թեկուզ եւ կալանավոր, իսկ այստեղ ես կենդանի էի, իր նրանց զվարճանքի համար։ Դուրը թակում են, մտնում է մայոր Կարապետյանը։ Այստեղ գործերն ինչպես են, գրառեցիք ցուցմունքները։ Արամիչը գլխով է անում։ Գրառեցինք։ Ընկեր մայոր, այստեղ իրավիճակը բարդ է։ Միգուցե հոգեբույժ է պետք, հետազոտել կասկածյալին։ Կարապետյանը նայում է Լենային։ Նա ի պատասխան նայում է հանգիստ, բաց։ Նա օրորում է գլուխը։ Նա լիովին մեղսունակ է։ Ուղղակի ծայրահեղության է հասցված։ Լավ, շարունակեք։ Ինձ ամբողջական արձանագրությունն է պետք մինչև ճաշ։ Հեռանում է, ծանր քայլելով։ Լենան հանգցնում է ծխուկը։ Դե ինչ հետո ընկեր քննիչ պատմեմ, թե կոնկրետ ինչպես էի նրանց պատժում։ Արամիչը հոգոց է հանում։ Դե պատմեք ամեն ինչ այնպես, ինչպես կար, մանրամասն։ Դա կարևոր է գործի համար։ Միացնում է նոր կասետը ձայնադրիչի մեջ։ Լենան փակում է աչքերը, երբ սկսում է խոսել։ Ձայնը մեղմ է, օտարացած, կարծես ուրիշի պատմությունն է պատմում։ Նրանք եկան 8:30-ին, Վիգենը, Սաքոն եւ Կարոն։ Գուրգենիչն ուշանում էր, զանգեց, ասաց, որ 1 ժամ կուշանա։ Եռյակն անմիջապես նստեց սեղանի շուրջ։ Ես հանեցի շշերը, 3 սովորական եւ 1-ը նշված ֆենազեպամով։ Ամեն ինչ դրեցի սեղանին։ Սաքոն բացեց առաջին շիշը, լցրեց բաժակների մեջ։ Խմեցին, կերան, խոսում են, ծիծաղում են։ Սովորական հարբեցողություն է։ Ես նստած եմ անկյունում, լռում եմ։ Վիգենը երբեմն նայում է ինձ, ինչու ես լռում։ Միացիր։ Ես գլխով եմ անում, չեմ ուզում, հիվանդ եմ։ Նրանք առաջին շիշը շատ արագ խմեցին, մոտ 20 րոպեում։ Կարոն ձգվեց դեպի երկրորդը։ Ես վեր կացա։ Հիմա ես կբացեմ։ Վերցրի ֆենազեպամով շիշը, բացեցի խոհանոցում, թափահարեցի, որպեսի փոշին լուծվի։ Բերեցի, լցրի։ Ոչ ոք ոչինչ չնկատեց։ Օղին դառն է, փոշին նույնպես դառն է։ Ամեն ինչ խառնվեց։ Նրանք էլի խմեցին ու էլի։ Շիշը դատարկվեց։ Սաքոն սկսեց ինչ-որ անեկդոտ պատմել, բայց կեսից կանգ առավ, մոռացավ բառերը, ծիծաղեց։ Ինչ-որ ես այն չեմ, գլուխս պտտվում է։ Կարոն գլխով արեց։ Թում դողի է, զահրումար։ Միգուցե խառնած է։ Վիգենը լցրեց երրորդ շշից, փորձեց, նորմալ է, պարզապես մենք արագ ենք խմում։ Եկեք ավելի դանդաղ, բայց արդեն ուշ էր։ Ֆենազեպամը սկսեց գործել։ 1-0 րոպե անց Կարոն գլուխը դրեց ձեռքերին։ Վիգեն, ես մի քիչ պառկեմ։ Աչքերը փակվեցին, խրմփացրեց։ Սաքոն նայեց նրան զարմացած։ Այ քեզ բան։ Նոր ենք սկսել։ Վեր է կենում, օրորվում է։ Ուզում է գնալ զուգարան, բայց ոտքերը չեն ենթարկվում, բռնվում է պատից։ Վիգեն, ախպեր, ինչ որ սիրտս խառնում է։ Կարող է թունավորվել ենք։ Վիգենն էլ է վեր կենում, նույնպես օրորվում է։ Ինչ է կատարվում։ Ես նստած սպասում եմ։ Սիրտս խփում է կատաղի։
Ձեռքերս քրտնում են, բայց ես լռում եմ, պարզապես սպասում եմ։ Սաքուն չհասավ զուգարան, նստեց հատակին, միջանցքում, փորձում է ոտքի կանգնել, չի կարողանում։ Աչքերը պղտոր են, Վիգենը կռանում է նրա վրա։ Սաքո, ո՞նց ես։ Սաքուն անհասկանալի ինչ-որ բան է մրմնջում, աչքերը փակվում են։ Վիգենը շրջվում է դեպի ինձ։ Լենա, շտապ օգնություն կանչիր։ Տվերքի հետ մի բանային չէ, ձայնը հարբած է, վախեցած։ Նա մի քայլ է անում դեպի ինձ ու ընկնում հենց ծնկների վրա, փորձում է բարձրանալ։ Չի ստացվում։ Լենա, ինչ ես դու։ Նա հասկացավ։ Ոչ անմիջապես, բայց հասկացավ։ Ես տեսնում եմ նրա աչքերում գիտակցումը, սարսափը։ Նա փորձում է սողալ մինչև դուռը, չի ստացվում։ Ուժերը չեն հերիքում, ընկնում է կողքի վրա, շշնջում է. «Քաց, դու ինչ ես արել»։ Ես մոտենում եմ նրան, կքանստում եմ կողքին, նայում եմ աչքերի մեջ, ասում եմ. «Ես արել եմ այն, ինչ պետք է անեի վաղուց։ Հիմա դուք պատասխան կտաք ամեն ինչի համար»։ Վիգենը փորձում է ինչ-որ բան ասել։ Շուրթերը շարժվում են, բայց բառեր դուրս չեն գալիս, աչքերը փակվում են, նա անջատվում է։ Ես նստած եմ 3 անզգայացած մարմինների կողքին, լուր է, միայն ժամացույցն է տկտկում պատին։ Ես տարօրինակ հանգստություն եմ զգում, դատարկություն։ Բոլոր վախերն անցան, մնաց միայն սառը գիտակցում, թե ինչ պետք է անել հետո։ Վեր եմ կենում, գնում եմ բազմոցի մոտ, հանում եմ մալուխներն ու սկոթչը։ Սկսում եմ Սաքոյից, նա դռնից ամենահեռուն է միջանցքում։ Շրջում եմ նրան փորի վրա, ծանր է, մոտ 80 կիլոգրամ, հազիվ եմ շրջում։ Ձեռքերը տանում եմ մեջքի հետևը, մետաղալարը փաթաթում եմ դաստակներին, պտույտ առ պտույտ, պինդ, վրայից, սկոթչ, 3 շերտ, հետո ոտքերը, հետո բերանն եմ փաթաթում սկոթչով, որպեսզի չգոռա, երբ արթնանա, հետո կարոն։ Նա հենց սեղանի շուրջ է քնել, գլուխը ձեռքերին, քաշելով իջեցնում եմ աթոռից։ Նա ընկնում է հատակին խուլ խփոցով, չի արթնանում։ Կապում եմ նույն կերպ ձեռքերը, ոտքերը, բերանը, եւ ինձ մոտ ստացվում է։ Անում եմ դա դանդաղ, խնամքով, ստուգում եմ ամեն մի հանգույցը։ Վիգենը վերջինն է, պառկած է միջանցքում, խրմփացնում է։ Ես նայում եմ նրան։ Այս մարդն ասում էր, որ սիրում է ինձ, խոստանում էր պաշտպանել, իսկ հետո վերածեց ստրուկի իր եւ իր ընկերների համար։ Ես կռանում եմ նրա վրա, շշնջում ականջին։ Դու մտածում էիր, որ ես երբեք չեմ համարձակվի, որ կհամբերեմ մինչև վերջ։ Սխալվեցիր։ Կապում եմ նրան, ձեռքերը, ոտքերը, բերանը։ Երեքն էլ պառկած են հատակին, բնակարանի տարբեր անկյուններում։ Ես նստում եմ աթոռակին, ծխում եմ, նայում եմ իմ աշխատանքին։ Ժամացույցը ցույց է տալիս երեկոյան 11-ը։ Գուրգենիչը պետք է գար 11:30-ին, բայց Գուրգենիչը չեկավ։ Ես սպասում էի։ Նստած էի աթոռակին, ծխում էի ծխախոտի հետևից, նայում էի դռանը, լսում էի շքամուտքում ամեն մի ձայն, աստիճանների վրայի քայլերը, դռների շրխկոցը, հարևանների ձայները, բայց նրա քայլերը չկային։ Կեսգիշերին Կարոն սկսեց արթնանալ։ Սկզբում տնքաց, հետո ցնցվեց, փորձելով ազատվել։ Բացեց աչքերը, տեսավ ինձ, տեսավ, որ կապված է։ Աչքերի մեջ անհասկացողություն, հետո վախ։ Սկսեց բառաչել սկոթչի միջով, ավելի ուժեղ ցնցվել։ Անօգուտ էր, մալուխները պինդ էին պահում։ Ես վեր կացա, մոտեցա նրան, նստեցի կողքին, հատակին, բարև Կարո։ Ոնց էիր քնել։ Նա ցնցվում է, մռնչում, փորձում է ինչ-որ բան ասել։ Ես օրորում եմ գլուխս։ Մի փորձիր խոսել, միևնույն է չեմ հասկանա։ Ավելի լավ է լսիր։ Ես սկսեցի պատմել այն ամենը, ինչ նրանք ինձ հետ արել էին։ Բոլոր նվաստացումները, ցավը, վախը, ամեն մի մանրամասնություն։ Կարոն լսում է։ Սկզբում աչքերի մեջ զայրույթ է, անհասկացողություն, հետո աստիճանաբար ինչ-որ բան է փոխվում։ Հասկացողություն, ամոթ, թե ուղղակի վախ։ Հետո օրհնացավ Վիգենը։ Նույն ռեակցիան, անհասկացողություն, սարսափ։ Նա այնքան ուժեղ փորձեց ցնցվել, որ շրջեց կողքի աթոռը։ Աղմուկ բարձրացավ։ Ես վախեցա, որ հարևանները կլսեն։ Մոտեցա նրան։ Սուս, հանգիստ մնա, թե չէ ավելի վատ կլինի։ Սաքուն ամենավերջում արթնացավ։ Նրանցից ամենաամրակազմը երկար էր ուշքի գալիս քնաբերից։ Երբ բացեց աչքերը, միանգամից ամեն ինչ հասկացավ։ Նրա մոտ ոչ զարմանք կար, ոչ անհասկացողություն, միայն կատաղություն։ Նա սկսեց այնպես խփվել, որ ես վախեցա, մտածեցի, կպոկի մալուխները, բայց չպոկեց։ Ես նստած նայում էի նրանց։ 3 տղամարդիկ, կապ կպված, անօգնական,
Այն նույն տղամարդիկ, ովքեր ամիսներ շարունակ ինձ հետ անում էին, ինչ ուզում էին։ Եվ ես կես տարվա մեջ առաջին անգամ ինձ ուժեղ զգացի։ Ես էի վերահսկում իրավիճակը։ Ես էի որոշում, թե ինչ է լինելու հետո։ Լենան լռում է, ծխում է, Արամիչը սպասում է։ Ես էլ եմ սպասում։ Վերջապես նա շարունակում է. Ես ուզում էի նրանց սպանել։ Անկեղծ ասած, ուզում էի, մտածում էի, կխեղդեմ լոգարանում մեկ առ մեկ կամ կխեղդեմ բարձով, բայց չկարողացա։ Մոտեցա Սաքոյին, բարձը դրեցի նրա դեմքին, սեղմեցի, նա ցնցվեց, սկսեց շնչահեղձ լինել։ Ես վայրկյաններն էի հաշվում՝ 10, 20, 30, հետո հեռացրի բարձը։ Չկարողացա։ Մարդասպան չեմ ես։ Այն ժամանակ որոշեցի պարզապես սպասել մինչև առավոտ եւ միլիցիա կանչել։ Թող նրանք պատասխան տան օրենքով, նստեն բանտում։ Բայց քանի դեռ մինչև առավոտ հեռու էր, ես ուզում էի, որ նրանք հասկանան, զգան, թե ես ինչ եմ զգացել։ Ես վերցրի Վիգենի գոտին, կաշվե, ծանր ճարմանդով։ Այդ նույն գոտիով էր նա ինձ ծեծում, երբ ես չէի ենթարկվում։ Մոտեցա Կարոյին, ուժեղ հարվածեցի մեջքին։ Նա ոռնաց կոճի միջով ցնցվեց։ Ես հարվածեցի եւս մեկ անգամ եւ էլի, հետո ծեծեցի Սաքոյին, հետո Վիգենին։ Մեթոդիկ կերպով, հանգիստ, ոչ թե զայրույթից, այլ ինչ-որ սառը ցանկությունից, որպեսզի նրանք զգան ցավը, այն ֆիզիկական ցավը, որը ես դիմացել եմ այդքան ժամանակ։ Երկար էի ծեծում նրանց, Արամիչը նայում է Լենային։ Չգիտեմ, ժամանակի զգացումս կորել էր։ Միգուցե 1 ժամ, միգուցե 2, ձեռքս հոգնել էր գոտին բռնելուց։ Երեքի մեջքն էլ արյունոտ շերտերով էր։ Նրանք տնքում էին, լաց էին լինում, հատկապես Կարոն։ Նա ընդհանրապես թույլ, վտիտ էր, նրա շատ ցավոտ էր։ Ես կանգ առա, նստեցի աթոռակին, վառեցի ծխախոտը, նայում էի նրանց։ Նրանք պառկած էին, խրպոտում էին, լաց էին լինում։ Եվ ես հանկարծ հասկացա, որ բավարարվածություն չեմ զգում, թեթևություն չեմ զգում, պարզապես դատարկություն է ներսումս։ Ինձ համար ավելի լավ չեղավ նրանից, որ վրեժ խնդիր եղա, ավելի երջանիկ չդարձա։ Իսկ Գուրգենիչն այդպես էլ չեկավ։ Ոչ, ես սպասեցի մինչև գիշերվա ժամը 3-ը, հետո հասկացա, որ չի գա։ Միգուցե փոշմանեց, միգուցե զգաց, որ ինչ-որ բան այն չէ, չգիտեմ։ Երեքի կողմերը հարևանուհին սկսեց խփել դռանը։ Ես հասկացա, որ վերջ ավարտվեց։ Ինքս զանգեցի միլիցիա, ասաց նա։ Ասացի, որ այստեղ միջադեպ է եղել։ Եկեք։ Հետո նստեցի ծխելու, սպասում էի ձեզ։ Իսկ ինչու էիք սպասում չորրորդին։ Ինչի համար էր ձեզ պետք Գուրգենիչը։ Լենան երկար հայացքով նայում է ինձ, որովհետև Գուրգենիչը նրանցից վատթարագույնն էր, ամենադաժանը։ Նա էր հնարում այդ բոլոր խաղերը, նվաստացումները։ Վիգենը թուլամորթ էր, գնում էր նրա խելքով։ Սաքոն ու Կարոն ուղղակի օգտվում էին իրավիճակից։ Իսկ Գուրգենիչը, նա հաճույք էր ստանում իմ ցավից, վայելում էր իմ վախը։ Նա ասում էր, որ ես պետք է շնորհակալ լինեմ, որ նրանք առհասարակ իմ վրա ուշադրություն են դարձնում, որ իմ նմանը փողոցում ոչ մեկին պետք չէ, իսկ նրանք գոնե օգտագործում են։ Ես ուզում էի, որ նա պատասխան տա, որ վճարի ամեն ինչի համար, բայց չստացվեց։ Ուրեմն բախտս չբերեց, անցավ 4 ամիս։ 87 թվականի հուլիսն էր։ Անտանելի շոկ էր, ասֆալտը հալվում էր։ Ես կանգնած եմ դատարանի շենքի մոտ, ծխում եմ։ Այսօր հրապարակում են դատավճիռը։ Այս 4 ամիսները տարօրինակ էին։ Լենան նստած էր նախնական կալանքի մեկուսարանում։ Ես այցելեցի նրան մի քանի անգամ որպես գործով քննիչ։ Նա իրեն հանգիստ էր պահում, կարդում էր գրքեր, որոնք նրան էր փոխանցում կանանց խորհրդի մի ակտիվիստուհի, չէր բողոքում։ Դատավարությունը դռնփակ էր պաշտպանական կողմի խնդրանքով, որպեսզի չհրապարակվեն ինտիմ մանրամասները։ Դատախազը պահանջում էր 8 տարվա խիստ ռեժիմ, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու եւ ապօրինի ազատությունից զրկելու համար։ Փաստաբանը պնդում էր պայմանական ժամկետ, վկայակոչելով տուժողների կողմից պարբերական բռնության փաստը։ Վկաները Սաքոն, Կարոն եւ Վիգենը խճճված ցուցմունքներ էին տալիս։ Մերթ պնդում էին, որ Լենան առանց պատճառի է հարձակվել իրենց վրա։ Մերթ խոստովանում էին, որ այո, ինտիմ հարաբերություններ եղել են, բայց փոխադարձ համաձայնությամբ։ Մերթ ասում էին, որ նա հոգեպես անառողջ է։ Պահանջում էին փորձաքննություն։ Գուրգենիչը չհայտնվեց։ Այդ գիշերվանից անմիջապես հետո մեկնել էր այլ քաղաք։ Հետախուզումը նրան չգտավ, ասես գետինն էր անցել։ Միգուցե այդպես ավելի լավ է։ Հոգեբուժական փորձաքննությունը Լենային ճանաչեց մեղսունակ։ Այո, ստրես է եղել, այո, դեպրեսիա, բայց ոչ պսիխոզ, ոչ շիզոֆրենիա։ Նա հասկանում էր, ինչ էր անում,
վերահսկում էր իր գործողությունները, ուրեմն պետք է պատասխան տա, բայց կային նաև պաշտպանության վկաներ։ Հարևանները ցուցմունք տվեցին, որ հաճախ լսել են ճիչեր բնակարանից, որ տեսել են Լենային կապտուկներով, որ վախենում էին Վիգենից եւ նրա ընկերներից։ Պոլիկլինիկայի բժիշկը հաստատեց, որ Լենան այցելել է իրեն վնասվածքներով։ Արտադրամասի պետն ասաց, որ նա խաղաղ, լավ աշխատող էր, քանի դեռ չէր սկսել ապրել այդ Վիգենի հետ։ Դատավորը 50-նոց մի կին, ալեխառն մազերով եւ հոգնած աչքերով, լսում էր այս ամենը, գրառում էր, հարցեր էր տալիս։ Վերջում հարցրեց Լենային. «Դուք սխչում եք կատարվածի համար»։ Լենան ոտքի կանգնեց, նայեց դատավորին եւ ասաց. «Զղջում եմ, որ չսպանեցի նրանց։ Եթե իմանայի, որ ամեն ինչ այսպես կավարտվի, կսպանեի 4-ին էլ, գոնե կնստեի արածիս համար»։ Դահլիճում բոլորը հառաչեցին։ Փաստաբանը բռնեց գլուխը։ Դատախազը գոհ քմծիծաղեց։ Դատավորը թակեց մուրճով։ Լռություն դահլիճում։ Հիմա նա կհրապարակի դատավճիռը։ Ես վերջացնում եմ ծխելը, նետում եմ ծխուկը, մտնում եմ դահլիճ, նստում եմ հետևի նստարանին։ Լենան նստած է ամբաստանյալների վանդակում։ Նիհար, գունատ, բանտային խալաթով։ Մազերը կարճ կտրված են։ Նայում է ուղիղ իր առաջ։ Դատավորը ոտքի է կանգնում։ Դահլիճը ոտքի է կանգնում։ Նա սկսում է կարդալ։ Երկար տեքստ է, իրավաբանական ձևակերպումներ։ Ես լսում եմ կես ականջով, սպասում եմ գլխավորին։ Մեղավոր ճանաչել ՀԽՍ, ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի առաջին մասով։ Դիտավորությամբ պակաս ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը։ Նշանակել պատիժ, ազատազրկում 3 տարի ժամկետով։ Խափանման միջոցը թողնել անփոփոխ, կալանք։ 3 տարի։ Կարող էր ավելի վատ լինել։ Շատ ավելի վատ։ Փաստաբանը ժպտում է։ Դատախազը խոժոռվում է։ Լենան ոչ մի կերպ չի արձագանքում։ Պարզապես գլխով է անում։ Դատավորն ավելացնում է. Պատիժը նշանակելիս դատարանը հաշվի է առել մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը։ Այն է տուժողների հակաիրավական վարքագիծը, ամբաստանյալի նկատմամբ պարբերական ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունը։ Դատարանը գտավ, որ ամբաստանյալը գործել է աֆեկտիվ վիճակում, որն առաջացել է տևական հոգետրավմատիկ իրավիճակի հետևանքով։ Փակում է մուրճով։ Գործը փակված է։ Նիստն ավարտված է։ Ուղեկցորդները տանում են Լենային։ Նա շրջվում է, նայում է ինձ։ Աչքերի մեջ երախտագիտություն, թեթևություն։ Ես չեմ հասկանում, գլխով եմ անում նրան։ Նա թույլ ժպտում է։ Ամբողջ ժամանակահատվածում առաջին անգամ ժպտում է։ Հետո շրջվում է եւ գնում։ Ես դուրս եմ գալիս դատարանի շենքից։ Շոկը խփում է դեմքիս։ Արևը կուրացնում է աչքերս։ Գնում եմ դեպի մեքենաս։ Մտածում եմ այս գործի մասին, Լենայի մասին, նրա մասին, թե իրականում ինչ է արդարությունը։ Ծագուն, Կարոն եւ Վիգենը ոչ մի պատիժ չկրեցին։ Ձևականորեն նրանք զոհեր են։ Իսկ որ Լենան կես տարի նրանց համար զոհ էր, դա հնարավոր չէր ապացուցել։ Նրա խոսքը նրանց խոսքերի դեմ։ Կապտուկներն անցել էին, վնասվածքները սպիացել էին։ Եվ ով կհավատա մանկատան աղջկան ընդդեմ գրանցում եւ աշխատանք ունեցող 3 տղամարդկանց։ Համակարգը կոտրված է։ Օրենքները չեն պաշտպանում Լենայի նմաններին։ Նրանք պաշտպանում են նրանց, ովքեր ունեն կապեր, փող, ազդեցություն։ Իսկ մանկատան աղջիկը առանց ազգականների եւ աջակցության։ Ում է նա պետք։ Ես նստում եմ մեքենան, միացնում եմ շարժիչը, քշում եմ քաղաքով, գործարանների, պանելային շենքերի, խանութների, մանկական հրապարակների կողքով։ Սովորական խորհրդային քաղաք։ Հազարավոր մարդիկ ապրում են իրենց կյանքով, եւ նրանցից յուրաքանչյուրը պահպանում է ինչ-որ իր գաղտնիքները, իր ցավը, իր վախերը։ 2 տարի անց ես պատահաբար իմացա, որ Վիգենը զոհվել է։ Հարբած ծեծկրտուկ կարեջրի կրպակի մոտ, դանակի հարված փորին։ Շտապօգնությունը չէր հասցրել։ Սաքոն նստեց գողության համար, 1.5 տարի ստացավ։ Կարոն հարբեցող դարձավ, մահացավ լյավթի ցիրոզից 30 տարեկանում։ Իսկ Գուրգենիչին այդպես էլ չգտան։ Գուցե ողջ է ինչ-որտեղ, գուցե ոչ։ Կարման բոլորին վաղ թե ուշ հասնում է։ Լենան նստեց 2 տարի եւ 3 ամիս, լավ վարքի համար վաղաժամկետ ազատվեց։ Ես այդ մասին իմացա փաստաթղթերից։ Ուզում էի հանդիպել, խոսել, բայց չարեցի։ Ինչի համար փորփրել անցյալը։ Հուսով եմ նա գտավ իր հանգստությունը, գտավ մի տեղ, որտեղ իրեն ոչ ոք չի նեղացնի, որտեղ նա կարող է պարզապես ապրել, շնչել, լինել ինքն իրենով։ Նա արժանի էր դրան։ Արժանի էր այն ամենից հետո, ինչի միջով անցել էր։ Իսկ ես մինչև հիմա երբեմն մտածում եմ այն գիշերվա մասին, թիվ 47 բնակարանի մասին։ Աթոռակին նստած փխրուն աղջկա մասին,
շրջապատված կապկպված 3 տղամարդկանցով, նրա դատարկ աչքերի եւ հանգիստ ձայնի մասին, եւ գիտեք որն է ամենասարսափելին։ Ես հասկանում եմ նրան, հասկանում եմ, թե ինչու նա այդպես վարվեց։ Նրա տեղը ես գուցե նույնն անեի, իսկ գուցեև ավելի վատ բան, որովհետև երբ մարդուն քշում են անկյուն, երբ խլում են նրանից ամեն ինչ, արժանապատվությունը, ազատությունը, հույսը, նա վերածվում է վիրավոր գազանի, իսկ այդ գազանը կծում է հուսահատորեն, դաժանորեն մինչև վերջ։ Լենան կծեց եւ ողջ մնաց, իսկ դա արդեն հաղթանակ է, թեկուզ եւ այսպիսի դառը։ Ես կայանում եմ մեքենազբաժնի մոտ, դուրս եմ գալիս, նայում եմ գորշ շենքին։ Վաղը նոր օր է, նոր մարտահրավերներ, նոր գործեր, նոր պատմություններ ցավի, վախի եւ մարդկային դաժանության մասին, բայց երբեմն, շատ հազվադեպ, լինում են նաեւ պատմություններ արդարության մասին, թեկուզ եւ այսպիսի տարօրինակ, սարսափելի արդարության։ Լենայի պատմությունն ավարտվեց, բայց ես գիտեմ, որ ինչ-որ տեղ հենց հիմա ծավալվում է նոր, նմանատիպ պատմություն։ Ինչ-որ մեկը համբերում է, լռում է, վախենում է։ Ինչ-որ մեկը ներսում հավաքում է վիրավորանքն ու ցասումը, ինչ-որ մեկը պլանավորում է վրեժ։ Եվ երբևէ որևէ բնակարանում, որևէ քաղաքում նորից կզանգի հեռախոսը, եւ հերթապահը կասի. եկեք, այստեղ միջադեպ է եղել, մի տեսակ տարօրինակ, եւ ես կգնամ ու կտեսնեմ նմանատիպ մի բան, որովհետեւ մարդիկ չեն փոխվում, չարը չի անհետանում, զոհերը վերածվում են դահիճների, դահիճները դառնում են զոհեր եւ շրջանը փակվում է։ Բայց գոնե երբեմն, շատ հազվադեպ արդարությունը հաղթանակում է, թեկուզ եւ ուշացումով, թեկուզ եւ սարսափելի գնով։ Իսկ Լենան ինչ-որ տեղ այնտեղ, ազատության մեջ, ապրում է իր կյանքով, եւ ես անկեղծորեն երջանկություն եմ մաղթում նրան։ Այն ամենից հետո, ինչ նա վերապրեց, նա արժանի է դրան գոնե։